Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Հայաստանի նախագահի նստավայր և շնորհավորել նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով։ Վարչապետը Վահագն Խաչատուրյանին մաղթել է առողջություն, հաջողություններ, բեղմնավոր գործունեություն, հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահին կառավարության գործունեությանը ցուցաբերած կարևոր աջակցության համար։ Մենք գործնականում անգամներով ավելի շատ աշխատում ենք իրար հետ, քան լուսաբանում ենք եւ կարեւոր եմ համարում ընդգծել, որ ըստ էության կարևորագույն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնելիս կառավարության եւ նախագահի միջեւ խորհրդակցությունները շատ կարևոր ինստիտուցիոնալ նշանակություն ունեն։ Իհարկե մենք անձնական մակարդակում էլ, բայց կառավարության անդամներն էլ տարբեր հարցերով խորհրդակցում են ձեզ հետ եւ շնորհակալություն եմ հայտնում նաեւ ձեզ այդ ակտիվ ներգրավվածության համար եւ տնտեսական եւ արտաքին քաղաքական եւ ռազմավարական նշանակության այլ հարցերում եւ պիտի ընդգծեմ ձեր ներդրումը եւ պիտի ընդգծեմ նաեւ ձեր ներդրումը ընդհանրությամբ եւ ձեր գործունեությունը Երրորդ հանրապետության ընթացքում ամենատարբեր կարգավիճակներով իմ գնահատանքի եւ հարգանքի հավաստիքը եւս մեկ անգամ ձեր ծննդյան տարեդարձի առիթով եւ համոզված եմ, որ այն օրակարգը, որը ձևակերպվել է եւ իրականացվում է, համոզված եմ, որ այդ օրակարգը ունի պատմական եւ շրջադարձային նշանակություն եւ իհարկե այդ օրակարգի ձևավորման գործում ձեր ներդրումը եւ աջակցությունը դժվար է գերագնահատել։ Շնորհակալ եմ բարի մաղթանքների համար, ձեր խոսքերի համար, նաեւ պարտավորեցնող խոսքեր են։ Թող տարօրինակ չտվա, տարիքը կապ չունի, իրականում պարտավորեցնող խոսքեր են, որովհետեւ ես գնահատում եմ այն պատասխանատվությունը, որ դուք եք կրում ինքներդ որպես վարչապետ եւ ես էլ գնահատում եմ պատասխանատվությունը, որ ես եմ այսօր կրում, որի հնարավորություն ինձ տրվել է եւ այդ առումով իմ ամենօրյա աշխատանքում ես իրականում փորձում եմ արդարացնել բառը տեղին չի, ուղղակի իրականություն դարձնել այն, ինչ մասին որ վստահ եմ մենք միասին պատկերացնում ենք, այսինքն անկախ ինքնիշխան Հայաստանը իրականություն դարձնել։ Այս գիտակցումը շատ կարեւոր է եւ ես գիտակցման համար եւ այս գաղափարի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ անձամբ, որովհետեւ այսօրվա մեր հասարակության մեջ հենց այդ գիտակցման բացակայությունն է, որ տարընթերցումներ է առաջացնում եւ տարբեր տրամադրություններ։ Ես վստահ եմ, որ մարդիկ, երբ որ իրականում գնահատեն իրենց ամեն մեկի դերը նշանակությունը հենց այսօր Հայաստանի անկախ պետության կայացման գործում, մենք այդտեղ հենց այդ բանալինը, որը մեզ կտանի առաջ։ Ես ուզում եմ իրականում նաև շնորհակալություն հայտնել այդ սերտ համագործակցության համար եւ աջակցության համար, որ կա կառավարության կողմից, ազգային ժողովի կողմից, քաղաքական իշխանության քաղաքական պատասխանատուների կողմից եւ այն ես ներգրաված եմ այդ բոլոր աշխատանքներում, դուք ճիշտ նկատեցիք, մենք հանդիպումների եւ աշխատանքի մասին մեծամասամբ չի մեկնաբանվում, բայց այն որոշումները, որ ընդունվում են ռազմավարական նշանակություն ունեցող, այդտեղ մեր բոլորի մասնակցությունն է եւ ամենակարևորը, որ ես գնահատում եմ եւ դրա մասին բարձրել եմ ասում տարբեր առիթներով այն քաղաքական խիզախությունը կամքը, որ դուք եք ցուցաբերում կառավարությունը, ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը, որը տանում է մեզ դեպի իսկապես այն գաղափարների իրականացման, որի մասին մենք բարձրաձայնում ենք, դա առաջինը խաղաղությունն է, երկրորդը իսկապես մեր անկախության հիմքերի ամրապնդումն է, մեր ինքնիշխանությունն է, մեր քաղաքացիները պետք է մեր հետ միասին կառավարության առաջնորդությամբ, իշխանության առաջնորդությամբ որոշ դժվարություններ հաղթահարելով հասնեն այդ գերագույն նպատակին, անկախ պետությանը ունենալու։ Եվրամիության դիտորդները արձանագրել են Խոզնավարում երկու կրակոցների հետևանքները։ Այդ մասին տեղեկացրել է դիտորդական առաքելությունը X-ի իր էջում։
Դրանում մասնավորապես գրված է, որ Զատկի տոնին Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը օր ու գիշեր 27 բարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում, ներառյալ Խոզնավար, Խնածախ եւ Արաբուս գյուղերը։ Խոզնավարում Եվրամիության դիտորդական առաքելությունը նկատել է 2 կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքը։ Դրանք հնարավոր է արձակվել են տեղանքում առկա ադրբեջանական դիրքերից, նշված է հաղորդագրության մեջ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին։ Քննարկվել են Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունների սերտացման ու խորհրդարանական համագործակցության ընդլայնմանը առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին։ Ազգային ժողովը շարունակել է այսօր աշխատանքը։ Հատուկ ընթացակարգով երկրորդ ընթերցմամբ քննարկվել է հարկային օրենսգրքում լրացումների նախագիծը, որով առաջարկվում է հայտարարագրերի ներկայացման ժամկետները մայիսի 1-ից տեղափոխել նոյեմբերի 1-ը։ Քննարկումը ինչպես եւ 3 բուռն է ընթացել։ 24 ժամյա ռեժիմով քննարկվող նախագծում 3 առաջին ընթերցումից հետո փոփոխություններ են կատարվել։ Հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը կլինի այս տարվա նոյեմբերի 1-ը, իսկ այս տարվա եկամուտների համար հաջորդ տարի հայտարարագիր լրացնողների համար վերջնաժամկետ կլինի 2026-ի նոյեմբերի 1-ը։ Նախագիծը ներկայացնող Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ հնարավոր է մինչև տարեվերջ եւս մեկ փոփոխություն լինի, որը ավելի կպարզեցնի կարգավորումները։ Հարցեր նախագիծը ներկայացնողին չէին կարող լինել։ Քննարկումը շարունակվեց ելույթներով։ Թաթևոս Ավետիսյանը իր խոսքում նշեց, թե համակարգը դեռ թերի է, պետությունը իր խոստացած փոփոխությունները չի արել։ Այդ պարտավորությունը կասեցրեք մարդկանց համար, քաղաքացիների համար, մինչև այդ լուծումները կբերեք, նոր այդ պարտավորությունները վրա կհասնի։ Մինչ այդ Թաթևոս Ավետիսյանը հատուկ հասցեագրված խոսքեր ասել նախագիծը ներկայացրած падգամավորին։ Պարոն Թունյան, դուք բնականաբար նաև ձեր կարծիքով տնտեսագիտության ռավիրան եք, մեր օրերի Քեյնսն եք, Սամուելսոնը կամ արդեն ժամանակակից տնտեսագիտության հիմնադիրներից մեկը։ Ես ոչ Դավիթ Ռիկարդոն եմ, ոչ Քեյնսն եմ, բայց ազգային ժողովի падգամավոր եմ, սովորական ով փորձում է գործը կատարել ու իմ կարծիքով նորմալ կատարում եմ։ Հիմա լավ եմ կատարում, վատ եմ կատարում, հետո հաջորդ ընտրություններին իմ ու իմ գործընկերների կատարած աշխատանքը հաշվի առնելով մարդիկ կգնահատեն, դուք չեք գնահատելու։ Ելույթները շարունակվեցին։ Ընդդիմադիր падգամավորները խոսում էին համակարգի իրենց համոզմամբ թերությունների, իշխանական թևի падգամավորները առավելությունների մասին։ Այս նախագծի յուրաքանչյուր հաջորդ ամիս հայտարարագրվելու է մոտ 42,000 քաղաքացի։ Ինչքանով է դա իրատեսական, եթե 4 ամսում հայտարարագրվելը ընդամենը 35,000-ը։ Համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելով պետությունը նոր հարկեր չի սահմանում։ Ձեզ դատ ու դատաստանի առջև չի կանգնեցնելու։ Փոխարենը ձեզ տալիս է սոցիալական կրեդիտներ, առողջապահության եւ կրթության ոլորտում ձեր կատարած ծախսերի գումարները վերադարձնելով։ Արդեն մոտավորապես 14,000 մարդ ստացել է հայտարարագրման հետևանքով առաջացած սոցիալական կրեդիտ միջինացված 90,000 դրամի չափով։ Սիրելի քաղաքացիներ, եթե տարեկան կրթության վրա ծախսում եք գումար, եթե ձեր երեխաների վրա եք ձեր երեխաների կրթության վրա եք ծախսում գումար, լրացրեք հայտարարագիրը եւ հետ ստացեք միջինացված 90,000 դրամ կամ մինչեւ 100,000 դրամ սոցիալական կրեդիտ։ Սերգեյ Բագրատյանն էլ իր խոսքում անցած տոնի խորհուրդը գումարեց փաստերին ու հիշեցրեց, որ օրինագիծը ընդունվում է Զատկի տոնից հետո։ Զատիկից հետո է զատվելու է թացը չորից։ Հասարակությունը իրապես պատկերացնելու է եւ կառավարությունը պետությունը պատկերացնելու է ինչ իրավիճակ ունենք երկրում։ Այսինքն որևէ անարդարություն, երբ որ նկատվում են մեր քաղաքացիները, ահազանգում են այդ մասին եւ հաճախ կա, որ իմ հարևանը այսքան օգտվելով ամեն ինչից նպաստ է ստանում, այնինչ ես ոչինչ չունեմ, բայց նպաստ չեմ ստանում։ Այսպիսի հարցերի պատասխանը կտրվի այս հայտարարագրի միջոցով։ Հերթագրված падգամավորներից հետո ելույթներ եղան արդեն խմբակցությունների անունից։ Ելույթներում սակայն քննարկվող նախագծին գրեթե տեղ չէր հատկացվել։ Իր կարծիքը Արծվիկ Մինասյանը կարճ ներկայացրեց, ապա տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայոց ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծ։ Սա մի օրինագիծ է, որի մի կողմում ազգային հիշողությունը եւ արժանապատվությունն ու ինքնությունն է, մյուս կողմում հայ ժողովրդի ու հայ ազգի թշնամիներն են։ Դուք ուրացել եք Սիմոն Վրացյանին, դուք ուրացել եք Քաջազնունուն, դուք ուրացել եք Խատիսյանին։ Հիմա հիմնավորում թե ոնց եք ուրացել։ Ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց
Դաշնակցությունը գնում է Թուրքիայի հետ պայմանագիրակնքում բարեկամության մասին։ Հիմա ես ձեզ հարց եմ տալի, բայց դուք համարում եք, որ Խատիսյանը ուրացողա, թե կամ Քաջազունին կամ Վրացյանը։ Ուրացման համար մեղադրանքները միմյանց հասցեին շարունակվեցին, մթնոլորտը ավելի թեժացավ, ի վերջո ազգային ժողովի նախագահը կրկերը հանդարտեցնելու համար ընդմիջեց նիստը։ Լավ, մանկապարտեզ չի, հանգիստ, բան նստի։ Նախ դույով խոսա, երիտասարդ, լսի, երիտասարդ, դույով խոսա, լսում ես, նստի տեղը, հանգստացի, ինչ ձևի խոսում է նույնը ստանում է պատասխան, դու էլ կանգնած մնա խես նստում, մնացեք օրենքով սահմանված չափերի մեջ, շարունակեք պարոն Թունյան։ Հարգելի հայրենակիցներ, ես Անջատեք եթերը, ընդմիջում 20 րոպե։ Ընդմիջումից հետո իրավիճակը քիչ թե շատ խաղաղվեց։ Սերգեյ Բագրատյանը նորից մոտեցավ ամբոնին, զսպվածության կոչեր արեց, նաև հորդորեց չխոսել սպառնալիքների լեզվով ու հիշեցրեց, որ դալիճում հավաքվածները падգամավորներ են։ Մենք падգամավորներն ենք, մեր աշխատանքը պիտի կատարենք։ Եվ այդ աշխատանքը կատարելու ընթացքում, եթե վեճ է լարում, այդ վեճը պետք է մի րոպե շուտ դադարեցնել, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ցանկանում ազգային ժողովում տեսնել ծեծ, կռի, վեճ եւ խոսքեր, որոնք արժանի չեն հնչելու ազգային ժողովի դահլիճում։ Աղմուկանաց նախագիծն ի վերջո ընդունվեց 60 կողմ 1 դեմ 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Հայաստան խմբակցությունը մինչ այդ հայտարարել էր, որ քվեարկելու են ձեռնպահ, որովհետև թե կողմ, թե դեմ քվեարկել չեն կարող։ Արտակ Հովհաննիսյան, Հորիզոն։ Բանգկոկում ընթացող ՄԱԿ-ի Ասիա Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել ու ելույթով հանդես է եկել դեպի ծով ելք չունեցող զարգացող եւ փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով հատուկ մարմին խորագրով քննարկմանը։ Իր ելույթում փոխնախարարը ընդգծել է, որ Հայաստանը որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր վերահաստատում է բաց սահմանների եւ անխափան գործող ճանապարհների ու տրանսպորտային ենթակառուցվածքների անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Աբիսողոմոնյանը անդրադարձել է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ հայեցակարգին, վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության հաստատմանը ուղղված մարդկանց, ապրանքների եւ ծառայությունների անխափան տեղաշարժի ապահովմանը։ Մոսկվան անհանգստացած է Եվրամիությանը անդամակցելու Երևանի նկրտումներով։ Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին Գրուշկոն նշել է, որ Հայաստանի Եվրամիությանը անդամակցելու ձգտումները մտահոգիչ են։ Հայտնի է, որ ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ Հայաստանը դինամիկ զարգանում է եւ տնտեսական աճ է նկատվում Երևանի համար բոլոր առանցքային ոլորտներում։ Եվ սա հսկայական հարստություն է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ, փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից եւ այլ բնական դաշնակիցներից, նշել է դիվանագետը։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո մենք վերադառնանք այլ տեղեկատվությամբ։
Եթերում հորիզոնն է։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին Սուրբ Պետրոսի տաճարի դիմացի հրապարակում։ Մինչ այդ ապրիլի 23-ին Պապի դագաղը կտեղափոխվի Սուրբ Պետրոսի տաճար եւ այնտեղ կմնա 3 օր, որպեսզի հավատացյալները կարողանան վերջին հարգանքի տուրք մատուցել նրան։ Ավանդաբար Պապի հուղարկավորությունը բարդ հանդիսավոր ընթացակարգ է, սակայն կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդը մի շարք փոփոխություններ է կատարել։ Ինչպես է տեղի ունենալու հուղարկավորությունը եւ ինչպես է ընտրվելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարը։ Մանրամասները ռեպորտաժում։ Հռոմի 88-ամյա Ֆրանցիսկոս Պապը մահացել է կաթվածից եւ դրան հաջորդած սրտի անբավարարությունից։ Ֆրանցիսկոս Պապը կաթոլիկ եկեղեցին գլխավորում էր 12 տարի։ Իսկ ինչ է տեղի ունենում Պապի մահվանից հետո։ Պապի մահվան լուրը առաջինը հայտնում են Կամերլենգոին։ Նա բարձրաստիճան պաշտոնյա է, ով կառավարում է Վատիկանի Հռոմում գտնվող գույքը եւ ֆինանսները։ Հռոմի Պապի մահվան պաշտոնական հայտարարումը նրա գործառույթն է։ Ավանդույթի համաձայն Կամերլենգոն մոտենում է Հռոմի Պապի մարմնին եւ 3 անգամ կանչում նրա մկրտության անունը։ Եթե պատասխան չի լինում, Հռոմի Պապը պաշտոնապես հայտարարվում է մահացած։ Այդ մասին հայտնում են կարդինալներին եւ կնքվում է Պապական պալատը։ Ոչնչացվում է նաեւ Ձկնորսի պատկերով Պապական մատանին։ Այն խորհրդանշում է Պապական իշխանությունը եւ դրա ոչնչացման արարողությունը նշանակում է, որ Պապի կառավարումը ավարտվել է։ Միայն այս արարողակարգից հետո է հայտարարվում Պապի մահվան լուրը։ Այս միջոցառումները անցումային գործընթացի մի մասն են, որը սկսվում է Պապի մահվանից եւ շարունակվում է մինչեւ նոր հովապետի ընտրությունը։ Այս ընթացքում Կամերլենգոն կատարում է Վատիկանի կառավարչի գործառույթները։ Մինչ նոր հովապետի ընտրությունը Վատիկանում տեղի է ունենում հուղարկավորություն։ Հռոմի Պապը պետք է թաղվի մահից հետո 4-ից 6 օրվա ընթացքում։ Դրան հաջորդում է 9 օրյա սգոշրջան։ Սովորաբար Պապերը ցուցումներ են թողնում հուղարկավորության արարողության անցկացման վերաբերյալ։ Վատիկանից արդեն հայտնել են, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին Սուրբ Պետրոսի տաճարի դիմացի հրապարակում։ Արարողությունը կանցկացնի կարդինալների քոլեջի դեկան կարդինալ Ջովանի Բատիստա Ռեն։ Մինչ այդ ապրիլի 23-ին Պապի դագաղը կտեղափոխվի Սուրբ Պետրոսի տաճար եւ այնտեղ կմնա 3 օր, որպեսզի հավատացյալները կարողանան վերջին հարգանքի տուրքը մատուցել նրան։ Ավանդաբար Պապի հուղարկավորությունը բարդ հանդիսավոր ընթացակարգ է, սակայն անցած ապրիլին կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդը պարզեցրել է արարողությունը, Վատիկանի գոյություն ունեցող ծեսերը համարելով չափազանց շքեղ։ Փոփոխություններն ազդելու են ինչպես բուն արարողության, այնպես էլ թաղման վայրի վրա։ Նախկին պոնտիֆիկոսները թաղված են 3 շերտ ունեցող դագաղներում, պատրաստված նոճիից, կապարից եւ կաղնուց։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը սակայն ընտրել է ցինկով պատրաստված հասարակ փայտե դագաղը։ Ֆրանցիսկոսը վերացրել է նաեւ մեկ այլ ավանդույթ։ Նախկինում դագաղում դրվում են հանգուցյալ Պապի հովվապետության օրոք հատված մետաղադրամները եւ նրա գործերի համառոտ նկարագրությունը։ Նա նաեւ հրաժարվել է հանգուցյալ Պապի մարմինը հավատացյալների առաջ դագաղից դուրս գտնվող պլատֆորմի վրա ցուցադրելու ավանդույթից։ Փոխարենը սգավորները կհրավիրվեն հարգանքի տուրք մատուցելու միջև նրա մարմինը կլինի դագաղում, կափարիչը հանված։ Չի լինի նաեւ դագաղի պաշտոնական կնքումը, քանի որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կարգադրել է, որ ծեսն ավելի շատ նման լինի սովորական քրիստոնյայի թաղմանը։ Ֆրանցիսկոսը կդառնա նաև առաջին Պապը վերջին ավելի քան 1 դարում, որը կհուղարկավորվի Վատիկանի սահմաններից դուրս։ Իմ ամբողջ կյանքի ընթացքում եւ որպես քահանա եւ եպիսկոպոս ծառայության ընթացքում ես միշտ վստահել եմ ինձ մեր Տիրոջ մորը, Սուրբ Կույս Մարիամին։ Այդ պատճառով ես խնդրում եմ, որ իմ մահկանացու աճյունը հանգչի, սպասելով հարության օրվան։ Սուրբ Մարիա Մաջորե Պապական տաճարում։ Պապը խնդրել է, որ իր գերեզմանը պատրաստվի Պոլինայի եւ Սվարցայի մատուրների միջով անցնող կողային միջանցքի թաղման խորշում։ Դամբարանը պետք է լինի գետնի վրա, պարզ առանց զարդարանքների, միայն մեկ գրությամբ։ Ֆրանցիսկոս։ Կտակում նշվում է, որ թաղման ծախսերը պիտի ծածկվեն բարերարի կողմից փոխանցված գումարով, որը Ֆրանցիսկոսը նախորդ փոխանցել է բազիլիկային։ Վատիկանից հայտնել են, որ Պապն իր հոգևոր կտակը կազմել է 2022 թվականի հունիսի 29-ին։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ աշխարհի մի շարք երկրների եկեղեցիներում անցկացվում են հոգեհանգստի եւ հիշատակի արարողություններ։ Մի քանի երկրների կառավարական շենքերի դրոշները կիսով չափ իջեցվել են։ Ինչպես է ընտրվում Հռոմի նոր Պապը։ Հռոմի Պապի մահից 15 օր անց սկսվում է կոնկլավը, փակնիստ, որի ժամանակ կարդինալների կոլեգիան ընտրում է կաթոլիկ եկեղեցու հաջորդ ղեկավարին։ Արտաքին միջամտությունը կանխելու համար 80 տարեկանից փոքր եւ եկեղեցուց դուրս եկած բոլոր քվեարկող կարդինալները փակվում են Սիքստինյան կապելայում։ Ընտրությունները շարունակվում են ամեն օր, մինչև թեկնածուներից մեկը չստանա ձայների 2/3 մեծամասնությունը։ Յուրաքանչյուր փուլից հետո քվեաթերթիկներն այրվում են։ Սև ծուխը վկայում է անորոշ քվեարկության մասին, մինչդեռ սպիտակ ծուխը հայտարարում է, որ նոր Հռոմի Պապ է ընտրվել։
Ինչպես է հայտարարվում նոր պապի ընտրվելու մասին։ Սպիտակ ծխի հայտնվելուց մեկ ժամ անց նոր պապը հայտնվում է Սուրբ Պետրոսի հրապարակին նայող պատշգամբում։ Կոնկլավին մասնակցող ավագ կարդինալը որոշումը հայտարարում է Habemus Papam բառերով, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «մենք պապ ունենք»։ Այնուհետև նա նշում է նոր պապի անունը, որն ընտրվել է իր հովապետության համար։ Սա կարող է լինել նրա իրական անունը կամ նորը։ Օրինակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի իրական անունը Խորխե Մարիո Բերգոլիո է, բայց նա ընտրել է այլ անուն՝ ի պատիվ Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզեցիի, ով կարող է Հռոմի պապ դառնալ։ Տեսականորեն ցանկացած մկրտված կաթոլիկ տղամարդ կարող է համարվել պապական աթոռի հավակնորդ։ Գործնականում, սակայն, կարդինալները սովորաբար նախընտրում են ընտրել իրենցից մեկին։ Երբ 2013-ին արգենտինացի պապ Ֆրանցիսկոսն ընտրվեց նախորդ կոնկլավում, նա դարձավ պատմության մեջ առաջին պոնտիֆիկոսը Հարավային Ամերիկայից, տարածաշրջան, որը կազմում է աշխարհի կաթոլիկների մոտ 28%-ը։ Բայց ամենից հաճախ կարդինալներն ընտրում են եվրոպացիներին եւ հատկապես իտալացիներին։ Մինչ օրս ընտրված 266 պապերից 217-ը եղել են Իտալիայից։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Վատիկանում պատրաստվում են Հռոմի պապի ընտրությանը։ Իսկ մինչ այդ մամուլում քննարկվում է, թե ովքեր կարող են հավակնել կաթոլիկ եկեղեցու առաջնորդի դերին։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ում անուններն են շրջանառվում։ Կոնկլավին մասնակցող 135 կարդինալներից մոտ 2 տասնյակը իրական շանսեր ունեն հավակնություններ ներկայացնելու։ Եվ աշխարհի ամենաազդեցիկ լրատվամիջոցները վկայակոչելով սեփական տեղեկացված աղբյուրները Վատիկանում շարադրում են պոտենցիալ թեկնածուների ցուցակները։ Դրանց թվում են իտալական La Stampa-ն, բրիտանական Reuters-ն ու Daily Mail-ը, Financial Times-ը, բայց ինչն է հետաքրքիր, այս 4 հիշատակած պարբերականների հրապարակած ցուցակները գրեթե համընկնում են։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ այդ տեղեկությունները հավաստի են եւ մոտ են իրականությանը։ Նաև կան անուններ, որոնք տարբեր ցուցակներում հիշատակվում են, բայց չեն համընկնում։ Բայց առաջի տեղերում են Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը, ով համարվում է ամենահավանական թեկնածուներից մեկը, ֆրանսիացի կարդինալ Ժան-Մարկ Ավելինը, Երուսաղեմի լատին պատրիարք Պիեր Բատիստա Պիցաբալան եւ նաև մի շարք եվրոպական եւ ասիական պետությունների ներկայացուցիչներ, կարդինալներ, այդ թվում Շվեդիայի, Պորտուգալիայի, Կոնգոյի, Շրի Լանկայի, Ֆիլիպինների, Բիրմայի, Նոր Գվինեայի եւ այլն։ Իհարկե Միացյալ Նահանգների ներկայացուցիչ եւս կա։ Հիշատակած բոլոր մեծ մաս այդ տեխնացուների հայերի համար կարևոր հարցում իրենց որևէ կերպ երբեք չեն դրսևորել։ Բայց կան նաև գործիչներ, որոնց անցած ճանապարհը մտահոգում է մեզ, հա, օրինակ պետքարտուղարը Վատիկանի Պիետրո Պարոլին, ով այժմ Վատիկանի երկրորդ դեմքն է եւ ամենահավանական տեխնացուներից մեկն է համարվում, մտահոգում է այն իմաստով, որ ունի Ադրբեջանի հետ շատ տարօրինակ կապեր։ Թեև Հայաստանի իշխանությունները նույնպես նրա հետ աշխատելու հարուստ փորձ ունեն, օրինակ 23 թվականի հուլիսին նա եղել է Հայաստանում աշխատանքային այցով, հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, իսկ դրանից առաջ 2021 թվականի հոկտեմբերին նախագահ Վահագն Խաչատուրյանը նրան պարգևատրել է պատվո շքանշանով, հաշվի առնելով նրա ներդրումները Վատիկանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում, բայց Ադրբեջանի նրա հետ նրա ունեցած կապերը իսկապես տարօրինակ են եւ մտահոգիչ։ Բանն այն է, որ հենց նա է հանդիսանում Հեյդար Ալիևի հիմնադրամի պարտնյորը Վատիկանում, հենց նրա հետ են հանդիպում հիմնադրամի ներկայացուցիչները քննարկելու համար նոր ներդրումները Վատիկանում։ Իսկ այդ ներդրումները ըստ էության քողարկված կաշառք են։ Միլիոնավոր եվրոներ են ծախսել ադրբեջանցիները Վատիկանում, ներկայացնելով դա որպես նվիրատվություն եւ այլն, բայց այդ փողերը իհարկե դրսևորվում է այդ փողերի նվիրատվությունը մեզ հայտնի ծրագրերով։ Նաեւ կարծում եմ դա է պատճառը, որ Պիետրո Պարոլինը ժամանակին աչք է փակել, երբ Վատիկանի պաշտոնաթերթը հակահայկական հրապարակումներ է իրեն թույլ տվել, կամ երբ Վատիկանում ադրբեջանցիները գիտական կոնֆերանս են անցկացնում, որում ներկայացնում են Արցախի հայկական պատմական մշակութային հուշարձանները որպես աֆղանական։ Հայտնի է, որ հենց Պարոլին են կազմակերպել Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Վատիկան 20 թվականին։
Նա հաճախ Իլհամ Ալիևի հյուրն է լինում, շատ մտերիմ հարաբերություններ ունեն, ոնց հասկանում եմ։ Վերջին անգամ Բաքու է ժամանել COP29-ին մասնակցելու համար, այն դեպքում, երբ բազմաթիվ եվրոպական երկրներ ներկայացված են եղել շատ ավելի ցածր մակարդակով, Վատիկանային բացառիկ պետություններից է եղել եվրոպական, որը երկրորդ դեմքով է ներկայացված եղել։ Այդ ամենը հաշվի առնելով, կարծում եմ նրա ընտրվելու շանսերը մեզ մոտ ավելի շատ մտահոգվելու առիթ են տալիս, քան, այսինքն մտահոգության իսկապես առիթ տալիս են։ Արտեմ, իսկ որոնք են առավել նախընտրելի Հայաստանի համար։ Financial Times պարբերականը գրում է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն Ֆրանցիսկոս Պապը հայտնել է ժամանակին, որ կցանկանար իր դերում տեսնել Ֆրանսիան ներկայացնող կարդինալ 66-ամյա Ժան-Մարկ Ավելինին, ով իսկապես հայամետ գործչի համբավ ունի, նախնշեմ, որ նա Մարսելի արքեպիսկոպոսն է եւ ապրում է մի քաղաքում, որը Եվրոպայում ամենամեծ հայկական համայնքը ունի, մինչ այդ էլ Ավինյոնում է ապրել, ու նույնպես շատ հայեր կան, բազմաթիվ հայեր կան նրա շրջապատում, ժամանակին ցեղասպանության հարցով է արտահայտվել, պատարակներ է կազմակերպել ցեղասպանության զոհերի հիշատակին վերաբերվող։ Անցած տարվա ապրիլին նա եղել է Երևանում շատ տարօրինակ այցելությամբ, տարօրինակ, քանի որ նրա այցի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Ամենայն դեպս ոչ վարչապետի, ոչ բարձրաստիճան այլ անձանց հետ նրա հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն եղել։ Ամեն դեպքում նրա ընտրվելը իհարկե կօգնի հայ-վատիկանյան հարաբերությունների զարգացմանը։ Մեկ այլ հայամետ թեկնածու, խոսքը Երուսաղեմի լատինաց պատրիարք Պիեր Բատիստա Պիցաբալլայի մասին է, ով նույնպես բազմաթիվ առիթներ ունեցել է հայ բարձրաստիճան հոգևորականների հետ մտերիմ հարաբերվելու եւ համագործակցելու, Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը նրա հետ մշտական կապի մեջ է եւ հենց նրա միջոցով են Երուսաղեմի հայերը Հռոմի Պապին փոխանցում իրենց ուղերձները, երբ խնդիրներ են առաջանում։ Եվ աշխարհում նույնպես նա շատ լավ համբավ ունի, խաղաղարար անձի համբավ, ժամանակին, երբ Համասը պատանդ էր վերցրել երուսաղեմցի երեխաներին, նա առաջարկել էր պատանդ դառնալ նրանց ազատ արձակման փոխարեն։ Նույնպես Պիցաբալլան բավական մեծ շանսեր ունի, ինչը կարող է նաև մեզ համար նպաստավոր լինել։ Արտեմ, սովորաբար Պապի ընտրությունը մեծ քաղաքականությունների, գերտերությունների բախման առարկա է լինում, այս դեպքում նույնպես այդպես է։ Իհարկե գլոբալ շահերի բախում է այս անգամ եւս տեղի ունենում, Միացյալ Նահանգներն են փորձում օգտագործել հնարավորությունը իրենց համար ընդունելի անձի, այսպես առաջ տանելու համար, դե բնական է իտալացիները ցանկանում են ամեն ինչ անել, որ իտալացի լինի, բայց մեծ է հավանականությունը, որ այս անգամ երրորդ աշխարհի ներկայացուցիչ ընտրվի, իսկ հավակնորդները բազմաթիվ են եւ ասիական երկրներից եւ աֆրիկյան երկրներից։ Սա իսկապես մեծ քաղաքականության խնդիր է եւ միշտ է այդպես եղել։ Օրինակ 1978 թվականին, երբ ազգությամբ լեհ Կարոլ Վայտիլան դարձավ ընտրվեց Հռոմի Պապ, խոսքը Հովանես Պողոս II-ի մասին է, աշխարհը արդյունքում փոխվեց, քանի որ պատմաբանները կարծում են, որ միգուցե Բերլինի պատը ի վերջո չփլուզվեր, եթե Լեհ Վայտիլան չընտրվեր Հռոմի Պապ, քանի որ դրա արդյունքում Լեհաստանում բարձրացավ ինքնագիտակցությունը լեհերի, ձևավորվեց սոլիդարնոս շարժումը, ինչը արևելյան Եվրոպայում նոր ալիք առաջացրեց։ Նույն իրավիճակն էր, երբ 1958 թվականին հայազգի կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանն էր Հռոմի Պապի թեկնածու։ Այս անգամ խորհրդային հատուկ ծառայությունները ամեն հնարավորը արեցին, որպեսզի նա չընտրվեր, քանի որ գիտակցում էին, որ նրա ընտրվելը կարող է Հայաստանում ազգային ինքնագիտակցության այսպես բռնկում առաջացնել, ինչը կարող էր անջատողական շարժումների հանգեցնել Հայաստանում։ Եթե այդպես լիներ, միգուցե Հայաստանի նորագույն պատմությունը այլ կերպ ձևավորվեր։ Շնորհակալություն, Արտեմ։ Այս ժամին այսքանը, կհանդիպենք ժամը 22-ին։